Արդ ինչ կարող ենք ասել, ինչ ձեռք բերեց Աբրահամը, ըստ մարմնի մեր նախահայր։ Եթե Աբրահամը գործերով էր արդարացված, պարծենալու պատճառ ուներ, բայց ոչ Աստծու առաջ։ Իսկ ինչ է ասում Սուրբ Գիրքը, Աբրահամը հավատաց Աստծուն և այդ արդարություն համարվեց նրան։ Բայց ով գործ է անում, նրա վարձը որպես շնորհ չի դիտվում, այլ որպես պարտք, իսկ ով գործ չի անում, բայց հավատում է նրան, ով արդարացնում է մեղավորին, նրա հավատը համարվում է արդարություն։ Այդպես նաև Դավիթն է երանի տալիս այն մարդուն, որին Աստված արդար է համարում նրա գործերից անկախ։ Երանի նրանց, որոնց անօրենությունները ներվեցին և որոնց մեղքերը ծածկվեցին։ Երանի այն մարդուն, որի մեղքը Տերը նկատի չի առնում։